Ուրեմն սիրելիներս նախորդ վլոգում ասացի, որ մենք մեկնել ենք հերթական ճամփորդությանը։ Իսկ հիմա ասեմ, որ եկել ենք Եգիպտոս երկրորդ անգամ արդեն։ Այնպես այստեղ հանգիստը շատ էինք հավանել, որտեղ ինքը շատ պասիվ հանգիստ է, որ երբ որ ուզում ես իսկապես լիցքաթափվես ու հանգստանաս, Եգիպտոսը ամենաիդեալական տարբերակն է։ Այս անգամ ընտրել ենք Reef Oasis Beach հյուրանոցը։ Շատ ենք տեսել վիդեոներ, այնպես է, տեսնենք թե ինչպիսին է լինելու իրականում։ Ալբատրոսից շատ գոհ էինք, շատ լավն էր։ Ոչ մի դժգոհություն չենք ունեցել, բայց ուզեցինք որ փոխենք ու ինչքանով մենք տեղյակ ենք ամենալավ ռիֆ ունեցող հյուրանոցն է։ Մի խոսքով եկել ենք, հիմա կտեղավորվենք համարում, տեսնենք ինչ համար են մեզ համար առանձնացրեմ։ Ու ընդհանուր կնկարեմ, անկեղծ կարծիք կասեմ, ինչ կարծիք ունենք այս հյուրանոցի մասին։ Մեր ուղեկցողը ուր կորավ։ Ձայնիցս եւս զգացում եմ, կոկորդս ցավում է մի փոքր։ Հուսով եմ այստեղի օդը մեր վրա լավ ազդեցություն կունենա ու կլավանանք։ Անկեղծ այնքան պտտվեց կորը արդեն երկրորդ անգամ չեմ կարող գտնել այս սենյակը։ Ահա, եւ իսկապես մեզ չէին խաբել, շատ լավ համար են տրամադրել ընտանյական, այստեղ աղջիկների համար, այստեղ մեզ համար ու կարևորը որ վերանորոգված ու շատ թարմ համար է։ Պատշգամբ ունենք, բացես։ Այ այս սիրուն տեսարանով, չնայած ծովին չի նայում, բայց ամեն դեպքում գեղեցիկ է, մեր սուրճը կվայելենք, ընթացքում տարածքն եք ուսումնասիրենք, կարևորը համարը թարմ է, որովհետև այս հյուրանոցը համարներ ունի, որ վերանորոգված չեն, ռենովացիա հարած չեն, եկեք այստեղ էլ նկարենք, հա, ինչպիսին է մեր լոգարանը, ամեն ինչ շատ մաքուր, կոկիկ, այո։ Խալատներ էլ կան, հա, դες նախորդում ներառված չէր։ Մենք տեղավորվեցինք համարում, փոխվեցինք ու հիմա գնում ենք ծովին ծանոթանալու, տեղանքին ծանոթանալու։ Բոլորս հագնվել ենք համապատասխան մեր այս տարվա ճանապարհորդության պլանները հանգստանալու։ Մեր հանգստանալու պլանները այս տարվա լողալ, սնվել, քնել, մի խոսքով պասիվ հանգիստ, եկել ենք լիարժեք հանգստանալու։ Դեռևս դրական կարծիքներ ենք լսել այս հյուրանոցի մասին։ Ու հուսով եմ սկիզբն էլ առաջի տպավորությունը իրականում դրական է եղել, հուսով եմ լավ հանգիստ կունենանք։ Ձեզ դուր է գալիս երեխեք։ Հոգի շատ ուժեղ արևը։ Շատ ուժեղ։ Այդքան էլ շոկ չի իրականում, Մարիամ ուղղակի մենք սովորել ենք, չէ, այս տարի մեր մոտ գարունը նույնիսկ դեռ չի եկել։ Շատ լավ հարմար եղանակ է լողալու համար։ Որ կողմ, քո կարծիքով ծովը որտեղ է։ Իրականում այս հյուրանոցի տարածքը շատ մեծ է, շատ մեծ է։ Ու մենք պետք է հասկանանք, արդյոք հարմար է, որ մենք ոտքով հասնենք, ճիշտ է ինքը առաջի գծում է գտնվում, բայց լողափին հասնելը երևի մի քիչ ավելի երկար է տևելու։ Այստեղ այնպես է, մեքենաներ են իջնում, գոլֆ քարեր են փոքրիկ մինչև լողափ, ամեն դեպքում քայլելը վնասակար չէ, ահա։ Ուրեմն իրենք լողափ են գնում, մենք է պետք է սենց ուղիղ իջնենք։ Իրանց հետևից։
հասած որ չէ այդ նոր եկավ բան։ Ինչ հոտունի հետաքրքիր։ Հերույ այսա։ Այսքան տեղն է քայլում ենք ու ծովն է իմաստ չունի մեկին։ Ընդհանրապես իմաստ չունի։ Իրեն, պատտվի քեզ տեսնենք։ Ուրեմն իրականում մենք այս տարի որոշել էինք խնդրիվ այլ տեղ գնալ երկրից դուրս։ Ես ու ամուսինս գնայինք Եվրոպա, բայց մի հատ խայտառակ վիճակ այս Եվրոպայի վիզա ստանալու ցանկացած դեսպանատան դեպքում օր ամրագրելը բավականին բարդ գործընթաց է։ Ու այսպես մենք նոյեմբերից սպասեցինք փետրվար, փետրվարից սպասեցինք մայիս ու մայիսին երբ որ արդեն զանգարեցինք, որ հասկանանք լինում է թե չի լինում, որովհետև ես արձակուրդ էի գրել արդեն ու այլ երկարացնել չէինք կարող։ Տուրիստական կազմակերպությունից պատասխանեցին, որ դա շատ բարդ գործընթաց է, որ ինչ որ բոտ է դրված այդ օրերի վրա ու օր ամրագրելը շատ դժվար է։ Մի խոսքով հենց այդ պահին սենց ջղայնացած հարցնում եմ, ասում ես դուք ուրիշ փաթեթներ ունեք, հանգստյան այլ տարբերակներ ունեք, աղջիկը ասում է, հո իհարկե ունենք, ձեզ որ շողությունն է հետաքրքրում։ Մի խոսքով, քանի որ այս վերջերս մեր քավոր ընտանիքի հետ քննարկում էինք Եգիպտոսում գտնվող հյուրանոցները ու հաճախ նշում էր քավորս, որ Reef Oasis Beach-ը ամենալավ ռիֆ ունեցող հյուրանոցն է։ Ձկնատեսակներն են շատ, կառալներն են շատ մոտիկ ու շատ բազմազան։ Մի խոսքով հենց մի անգամից այդ հյուրանոցի անունն էլ նշեցի։ Մենք արդեն ավտոբուսի մեջ հասկացանք, որ ամենալավ հյուրանոցն ենք ընտրել, որովհետև մեր գիտուղեկցորդը հարցրեց ով է ընտրել հյուրանոցը, ամուսինս էր կողմ, որ այստեղ գայինք, ասաց, որ ինքը ասաց, որ շատ լավ հյուրանոց եք ընտրել։ Այստեղ գալու առաջի րոպեներից հենց համոզվել ենք, որովհետև երբ այդ աղջկան հարցրեց ինչ համար եք մեզ տալու, իրականում մենք բավականին մեծ գին ենք վճարել այստեղ գալու համար, բայց ամեն դեպքում նշեց, որ համարը շատ լավն է ու դելյուքս դասի համար է, որովհետև այստեղ ոչ բոլոր համարներն են վերանորոգված։ Եվ այդ մարդը, ով մեր իրերը բերեց, ասաց, որ շատ լավ համար եք ձեզ տրամադրել։ Դե բնականաբար այդ գնի սահմանում ես թվում է պրեզիդենտսկի նոմեր։ Այդպես, հաճելի էր նաև այն փաստը, որ մենք եկել ենք Ալբատրոսում էլ այդպես եղել, մի անգամից անց ենք ացրել թևնոցները ու կարող ես օգտվել ամեն ինչից, բայց այստեղ տարբերությունը այն էր Ալբատրոսի հետ համեմատած, որ այստեղ չսպասեցին, որ ժամը 2-ը լինի, որ նոր մենք check-in լինենք։ Աղջիկը ռեսեպշնի ասաց, որ արդեն ճաշի ժամը ճաշեք, հետ եկեք ու ձեր համարը կտրամադրվի, ամեն ինչ մաքուր, պատրաստ մեզ էր սպասում։ Եվս մի առավելություն, որ երեխաները տեսակ քնելու են առանձին, բացի այն, որ քնելու են տարբեր մահճակալների վրա, քնելու են նաև առանձնացված հատվածում, դա էլ շատ կարևոր փաստ էր, որը որպես դրական կողմ կարող եք նշել։ Այսպես քայլերով եկանք, հասանք, այստեղ մեծ շատ սիրուն լոկացիա կա, այնտեղ հեռվում, իսկ հիմա տեսնում եք գեղեցիկ ֆոտոզոնա ունեն իրանք, այդտեղ կարող ենք նկարվել երեկոյան։ Այն հատվածով պետք է իջնեինք։ Հատվածով նայեցինք, դե լրիվ ուրիշ բան։ Հա։ Պլանները կայանում է հետևյալում, որ լողանք, հանգստանանք ու լավ ժամանակ անցկացնենք։ Հիմա վերևից մի հատ ձեզ ցույց տամ, հա։ Ափը։ Այս ափը։ Ինձ թվում է այն կողմով, մարդիկ, որովհետև պանտոնը ընդեղ է։ Շատ երկար պանտոն ունի։ Այստեղ իհարկե լիքը լողավազաններ կան,
Սննդի մասին դեռ բան չեմ կարող ասել, միայն ճաշել ենք, այն էլ շատ սենց հոգնած էինք ավելի շատ տարածքը մաքուր է կարևորը առաջի գծում է գտնվում այդ ամենակարևորն է ժողովուրդ երբ որ կընտրեք հյուրանոց առաջին փաստը որ ձեզ պետք է անհանգստացնի ու ձեզ համար կարևոր լինի այն է որ լինի ափին մոտ առաջի գծում օրինակ այստեղ կա եւս մի հյուրանոց Սենտիդանեդա ու երկուսը ոնց որ մի հայավարի ասած մի մարդու բիզնես է բայց ինքը փողոցի այն կողմում է գտնվում ավելի մաչելի է իր համարները շատ ավելի էժան կարող եք ամրագրել բայց պետք չի դրան խաբվել պետք չի այդ գումարի մասով եթե ոչ թե գնալ հանգստանալու միանշանակ ընտրեք ամենալավ տարբերակը որովհետև ամենակարևորն է դա հանգիստը ես ահավոր վախ ունեի համարի հետ կապված հյուրանոցի տարածքի հետ կապված եւ այլն որովհետև վճարում ես ու մի բան է երբ որ քիչ ես վճարել դե ասում ես հա ոչինչ դե մի այսքան է եղել բայց մի բան է երբ որ շատ ես վճարում ու չի արդարացնում դա արդեն լավ չի տեսնենք գնանք տեսնենք կգտնենք լեժակներ հետո ցույց կտամ ինչ արևապաշտպան եմ վերցրել, բացի արևապաշտպանը վերցրել եմ նաև երեկոյան արդեն սնուցող, խոնավեցնող ինչ-որ բան, որովհետև ավազը, աղը հաստատ չորացնելու էին մաշկը երեխաների այստեղ է շատ լոկացիական ընթացքում այստեղ է ցույց կտամ իրականում մինչև այստեղ գալը մենք երևի բոլոր վլոգերների բոլոր վիդեոները նայել ենք եւ կարելի է ասել անգիր գիտենք թե այստեղ որտեղ ինչ կա շատ հարմար տարբերակ գտանք այստեղ այսպես լավ տարբերակ գտանք որ համ հով լինի համ էլ լեժակներ լինեն բայց ավազը ստեղ այս մեկի վրա գցի որ հով լինի այս վերցնենք այս կողմ չէ գալիս եմ մի րոպե արդեն մի քանի ժամ է ծովափին էինք առավոտից մինչև այս առավոտից մինչև հիմա այո ուրեն ամա ստեղա տեսակից մեջ է Հիմա սրբիչները կհանձնենք, կգնանք համար, կպատրաստվենք ընթրիքի, իսկ երեկոյան կքայլենք հյուրանոցի տարածքով մանրամասն կծանոթանանք, ասեմ ձեզ նույնիսկ յոգայի եմ մասնակցել։ Կարող ես եմ մասնակցել։ Այո, ամեն օր յոգայի պարապմունքներ են անցնում այս ժամերին։ Եթե անկեղծ տանը մի քանի անգամ փորձել էի, այսօր առաջի անգամ մասնակցեցի։ Գնանք համար պատրաստվենք, գնանք ընթրիքի, եկանք համար, պատրաստվեցինք ու հիմա գնում ենք ընթրիքի։ Իրեն, տեսնենք այստեղ ընթրիքը ինչպիսին է։ Մենք քանի որ արդեն Ալբատրոսում եղել ենք, համեմատություններ անցկացնում ենք, ռեսեպշնում շատ բարեհամբույր էին, ընդհանուր ինձ չի թվում որևէ եգիպտական հյուրանոցում ինչ-որ խնդիրներ լինի, հա, բաց սպասարկող անձնակազմ, բայց Ալբատրոսի անձնակազմը յուրահատուկ էին իրանք։ Եվ մի բան էլ այդ սկիզբը, որ մտնում ես լողանալու, Ալբատրոսում ինքը խորանում էր գնալով ու մուտքը շատ ավելի հարմար էր, այսինքն ընդհանուր ավազային էր, իսկ այստեղ խառը կորալ ու ավազա ու չի խորանում, այսինքն այն մարդիկ ովքեր լողալ չգիտեն, պետքա գնան
նու, սենց ինչքան էլ առաջանան, այդ ջուրը չի բարձրանալու գոնե կրծքավանդակից վերև։ Իսկ ովքեր լողալ գիտեն, երկար պանտոն կա, այնտեղ բավականին խորն է։ Վաղը կգնանք այնտեղ կնկարենք, այսօր Մարիամը այնտեղ լողացել է։ Առանց ոչ մի բան։ Առանց ոչ մի բան։ Հա, դե Մարիամ ջան, դու քանի տարի ալող ես գնացել։ Մենակ մի բանն է վատ, իրանք ունեին մասկեք, այդ մասկեն ես դրեցի, ինքան քան վատն էր, որ այս մասս բաց էր, այդ սաղ ջուրը եկավ քթիս մոտ։ Հա, դու հետո քո լողի ակնոցներով մտար ջուրը, հա։ Հա։ Մարիամը այսօր առանց թևիկների լողացել է։ Իսկ Իրենը թևիկներով։ Իմիջայլոց այս հյուրանոցում հիմնականում հանգստանում են իտալացիներ, չգիտեմ ասել եմ թե չեմ։ Հա, եվրոպացիներ, Ֆրանսիայից, Իտալիայից, ռուսներ էլ կան, շոտ։ Բայց հայ չկա։ Մենք ենք միակ հայերը։ Նա երեխեքը հայ չեն, իտալացի են, Իրեն ջան։ Մենք ուզում ենք տարածքում կողմնորոշենք, հա, ասես ծովագնում, որտև ես հիշում եմ ես։ Բայց հիշի, որ սենց այդմա ռեսեպշն, մենք միշտ խաղաղում ենք։ Ես հիշում եմ։ Մարիամ սենց ռեսեպշնը, չէ։ Հա։ Ասեցինք այդ մարդը հարցեցինք, ասեցինք որտեղ է, ինքը ասաց ուղիղ ու աջ։ Մեծ տարածք ունեցող հյուրանոցների հենց վատը այնա, որ մինչև հարմարվում ես, տեղերը գտնում ես, արդեն տուն ես գնում։ Մեկ երկու անգամ պտտվեցինք, եկանք նույն տեղը, այս սենյակի մոտ։ Իրեն։ Այստեղ տարածքը բավականին գեղեցիկ ու խնամված է, այս ծառերը, տեսեք ինչքան սիրուն են։ Շատ հետաքրքիր, այստեղ կակտուս էլ կար մի հատ մեծ։ Շատ մեծ, ու ամենտեղ կան։ Հա, շատ են կակտուսները։ Ուղղակի մենք քիչ շատ են։ Ծառը։ Շատ բարձր են արտում, իրանք իրենց սիրելությունը կողցնում են։ Հա, մի հատ մեծ կակտուս կա այստեղ, մեծ, սենց մի երկու հարկանի տան չափով։ Չէ, այն կողմի վրա էր ոնց որ։ Շոտը երկար պայմաններ են։ Այս կակտուսների մասն է խոսքը։ Ինչքան բոյով են, ավելի մեծն էլ կային հատվածում։ Այստեղ էլ կակտուսների տարբեր տեսակներ, այստեղ էլ։ Սեքի հետաքրքիր է։ Սիրելի կոլեգաներ, հիշում եք, ես ձեզ կակտուսներ էին նվիրել, կուզեք սրանցից էլ բերեմ։ Մի կպիր, մարս։ Հələ այսպիսի փոքրիկ պալմաների տեսականիա։ Տարածքը շատ խնամված է, բավականին կանաչապատ է։ Այսինքն աչք շոյող սիրուն ծառեր կան, այս կակտուսները նայեք։ Ինչքան բարձր են։ Մենք հարտեսը նկարել էինք, բայց Մարիամի հեռախոսի մեջ է, հեռախոսն էլ համարում ենք թողել, որպեսզի հասկանանք ուրիշ ռեստորան կա։ Կա թե չէ։ Եկել ենք առավոտյան, որտեղ որ ճաշել ենք այդ նույն ռեստորանը։ Ներսում և դրսում սեղաններ կան, բայց այստեղ լավ հով է։ Մենք նախընտրենք նստել ներսում, ինձ թվում է։ Որտեղ է ուզում պապատ նստել։ Հա։ Ստեղ մատ։ Ես գնացի ունեի կարեն։ Լավ չի։ Չեն կողմից։ Դու ասա։ Արագ անցնենք հասկանալու համար այստեղ ինչ ունեն, այստեղ սիսեր, նստային ինչ-որ սոս, կարտոֆիլ, չոչնակալի նման ինչ-որ բան է, այստեղ հետաքրքիր տավարի մսով,
beef in oyster sauce. Вкусно, да? Спасибо. Будем пробовать. С лазаньей. Сок. Երեխեքեր դժվար է, որտեղ ամեն ինչ չի որոշվում է։ Այստեղ բարձր։ Չկա, որ իրանց հարմար։ Ֆրիկա։ Էսի չէ։ Հա։ Vegetable octopus, այո, ասլինոգները։ Եվ այստեղ այս միշտ այդակ տիրին ինչա, ոչ բոլորի վրա է նշված։ Grilled beef steak, այս էլ տավարի միսա գրիլ արած։ Տաթև ջան, քեզ էլ եմ ողջունում, քո շնորհիվ լիքը բան ավելի լավ եմ կարդում, ավելի լավ եմ հասկանում։ Այստեղ արևելյան քաղցրավենիքներ են։ Տաթևն իմ անգլերենի ուսուցչուհին է միջայլոց, եթե ինչ իրան շատ եմ սիրում, բացի ուսուցչուհի լինելուց ինքը ինձ համար դարձել է նաև հարազատ մարդ։ Այդ իսկ պատճառով անհատական բարևներ։ Այստեղ պաստայի տեսականի է։ Պարմեզանը, այստեղ ամեն ինչ անգլերենով է, այստեղ ռուսերենով ոչ մի նշում չկա ուտելիքների վրա։ Այստեղ կարտոֆիլ, խոսքով տեսախցի կանջատեմ ու տեսնեմ ինչ եմ վերցնում մեր և երեխաների համար։ Ինչ եմ վերցրել է, սա ձուկա, ֆրի իրենի համար եմ վերցրել, վարունգ, բրոկոլիով աղցան, այստեղ տապակած բախբեղ և մի կտոր տավարի լանգետ։ Ինձ թվում է այս եգիպտացիները աղի հետ չունեն, կամ դիտավորյալ են աղը պակասանում, որ ամեն մարդ իր ճաշակով ավելացնի և ալբատրոսում և այստեղ ալանի էր ամեն ինչ։ Ես որ աղակեր չեմ, ինձ համար նույնիսկ ալանի էր։ Ես իմ ցանկությունները չխախտելով հետս վերցրել եմ հայկական սուրճ ու սրճեփ, այն մամայիս տատիկից ժառանգություն ստացած սրճեփը, բայց ամեն դեպքում այստեղ որոշեցի մի հատ այսպես սուրճ վերցնել, որտեղ այսօր ընդհանրապես չենք խմել առավոտյան, երբ տնից դուրս ենք եկել, առավոտյան ասելով դա ժամը 4-ին է եղել, լուսադեմ 4-ին։ Սուրճ ենք խմել։ Սուպա եկան վերցած ես ուտեմ։ Իրենը կերա, մեկը մայամը կերա։ Վերցել ենք պաղպաղակ, վանիլային էս երեխեքի, ու այստեղ մի քանի թխված կապլիտ։ Ճիշտ ասած, ես ինձ ուժեղի որոշ բան էի ասում, իրանք չհասկացան, ոչ թե ուզում էի ասել, ես ինձ ասում էի, որ կարող եմ վերցնել ինձ այդ համար տանել in my number։ Պետք ասեի my room երևի, ոչ թե number։ Ասա համար, այլ room։ Դրա համար իրանք հասկացան, որ number 1, որն է համար 1-ը իրանց, ուստեղ իմ ապսեն լծվեց տարբեր քաղցրավենիքներով, ջան։ Ջան։ Պետք ասեի room, yes։ Ես եմ մեղավոր, ես ասել եմ number, համար, առաջ եմ թարգմանել, լավ, մի հատ էլ կհարցնենք, ոչինչ։ Այս քեզ սուրճ եմ բերել, մարդիկ։ Չես ուզում։ Չիզքեյքը, սա ժելեյով ինչ-որ տարբերակ, այս մեր մեղրովն է, այս շոկոլադը ընդեղենով, մեկ հասկանանք, որը ինչ համ ունի։ Այս մեկը շատ հետաքրքիր է, շատ լավն է։ Ներքևում հալվա ոնց որ լինի։ Այստեղ ինչ-որ չիզքեյքային բանը ու վերևի հատվածը արդեն բիսկվիթային։ Շատ հետաքրքիր համ ունի։
մենք մեր ընթրիքը վերջացրել ենք, դուրս ենք եկել երեկոյան զբոսնելու, տարածքը ուսումնասիրելու, որ հասկանանք, որտեղ ինչքա իսկապես հսկայական տարածք ունի։ Լաբիրինթի նման, չէ՞։ Հա, ու հələ որ չենք հասկանում որտեղից, ոնց, ուրա գնում, սենց ծով պետք է իջնի։ Ջան, իմ կարծիքով մենք ինչքան է հիմա ման գանք, հետո հաջորդ օրը մոռանալու ենք։ հաստատ, եթե մենք մեր համարի տեղն էինք մոռացել, պատտվեցիք դորից եկանք այդ նույն տեղը, կարծում եմ էս էլ նույն պատմությունն է լինելու, բայց շատ սիրուն լոկացիաներ կան նկարվելու համար։ Հա, չէ։ Հատկապես այն Ծառերը կարմիր, ծաղիկները թափվում են։ Օրինակ, որ մի քիչ քամի լինի, այդ ծաղիկները վրի թափվեն, նա շատ սիրուն կլինի։ Հետո Շարունակում ենք քայլել այս տարածքով, այս սիրուն պալմաներով ծառուղի կա այստեղ, երեխեք ուզեցին, որ մենք ակվապարկը գտնենք, որ վաղը գան անպայման։ Մամ, էդի ուրիշ է։ Հա, պետք է փողոցի այն կողմն է, այս կողմի գանք։ Հա, սա է։ Հələ ուզում եք նայեք, իսկական բան։ Գլուխդ կֆռա։ Այդ չի աշխատում։ Ինչ գիտես։ Գիտեմ։ Էսա, տես, էսի սենտիդոնը։ Չէ։ Համենայք ինչ բաներ անցնում շատ։ Ահա, աստղազարդ երկինքա։ Կոնկրետ ուժորանք հայ։ Այն մեկը սամալյոտ է, աստղ չի։ Չէ, զրանք։ Ահա։ Որենջանի բանավա։ Երկու տեսից խմորեղեն եմ վերցրել, որ տանեմ համար իմ սուրճի հետ ուտեմ։ Իմ մոտերն են Էս էլ ցավում, բայց հետաքրքիր է։ Տարբերություն ալբատրոսի, ասեմ, որ այնտեղ, եթե ուզում ես ինչ-որ բան վերցնես, ոչ մի խնդիր կարաս եւ ափսեով տանես համար եւ իրանք պլաստիկից ափսե են տալիս, էլի կարաս տանես համար, այստեղ խնդրեցին, որ անձեռոցիկով վերցնեմ։ Գնում ենք մեր համար, մեր հայկական, ավանդական սուրճ ենք դնում, խմում ենք, հետո մեր շորը կդասավորեմ պահարանի մեջ, որովհետև այդպես վերցնելը ավելի հեշտ է, այսինքն ամեն անգամ երեխեքը ինձնից շոր են ուզում ու ես պետքա ճամպրուկի մեջից իրանց տամ։ Ամեն դեպքում մամաները մնում են մամաներ, անկախ նրանից իրանք եկել են հանգստանալու, թե տանն են։ Մի խոսքով, մինչև ես իրերը դասավորեցի, մինչև ես նրանց լողազգեստները լվացի, տամաշնիկները լվացի, տեղավորեցի, պատրաստեցի վաղվան, բոլորը քնեցին, չնայած նայ ժամը 10-ն է դեռ, իսկ մենք Հայաստանում չգիտես ինչի մեկից շուտ չենք քնում, ու ես մնացի մենակ, mən նստած եմ պատշգամբում, այդ մանդարին եմ վերցրել, ես մանդարինը կուտեմ, մի քիչ մաքուրատ կշնչեմ, սրա նախորդ վլոգը կմոնտաժեմ ձեր համար ու ես էլ կգնամ քնելու։ Հուսով եմ կստացվի այստեղ ներբեռնել, այստեղ ես իմ ռոմինգ ծառայությունն եմ ակտիվացրել, ամուսինս հավելվածով ես իմ ակտիվացրել, Wi-Fi կա այստեղ, բայց շատ վատն է, ամեն տեղից չի, որ լավ ցրողականություն ունի, քանի որ այդ ինձ համար ավելի մասնագիտական է, չենք բողոքում Wi-Fi-ի հետ կապված, չի կարա ընդհանրապես խնդիր չառաջացնի, եթե ստացվեց ներբեռնել վլոգները դեռևս այստեղ Եգիպտոսում, սիրով կներբեռնեմ, կմոնտաժեմ, կպատրաստեմ, իսկ եթե ոչ, արդեն Հայաստան վերադառնալուց հետո անպայման բոլորը ըստ հերթականությամբ կդնեմ, դուք էլ կտեսնեք։ Իսկ ձեզ սիրելիներս ուզում եմ ասել, լավ մնացեք, առողջ եղեք եւ թող բոլորիդ նվիրական երազանքները, նպատակները կատարվեն։ Ես երազանք բառը չեմ սիրում օգտագործել, երբ իմ հարազատները կամ երեխաները ասում են, որ դա իրենց համար երազանք է,
ասում եմ ոչ, դա երազանք չի, դա նպատակ է։ Երազանքը այն դեպքում, երբ որ մեծ հաշվով քեզնից կախված չի։ Իսկ բանը որ կախված է քեզնից 90%-ով, դա չի կարա երազանք լինի։ Դա պետք է զոտ լինի նպատակ։ Օրինակ Մարիամը ես երազում եմ լեզվի դպրոց բացեմ։ Դա ինչ երազանք է, դա երազանք չի։ Դա նպատակ է, որին դու պետք է հասնես։ Մտածես քայլերը ոնց անես, որ հասնես այդ նպատակին։ Կամ Իրենը օրինակ ուզում է դառնա դատախազ։ Երազանք է դատախ, երազանք չի, դա նպատակ է, որ դու կարաս հասնես դրան, այնպես որ բոլորից մաղթում եմ հասնեք ձեր նպատակներին, սիրելիներս, առայժմ։